Մենք բոլորս հոկտեմբերի 1-ի կողմերը մտել ենք խանութ եւ տեսել ենք, չէ, որ կաթնամթերքը ինչքան է թանկ է։ Մենք գիտենք, որ ավտոբուսը 100 դրամից դարձել է 150 դրամ։ Եվ հիմա հարցում անենք վիճակագրական կոմիտե, թե կոնկրետ այդ 20 անուն ապրանքը, որոնք ես, դուք, օպերատորը, որը կադրում չի երևում, ծախսում է, դա ինչքան է թանկել, եւ մենք կտեսնենք, որ ինչ 3%, ինչ 4%։ 20, 30, 40% է աճել։ Եվ դրանից բացի սղաճի վրա գնաճի հարվածը մեծապես իր վրա վերցրել է մեր ազգային արժույթը։ Մեր ազգային արժույթի վարքագիծը ֆունդամենտալ ֆինանսական օրենքներին հակասում է։ Փոխարժեքի եւ տոկոսադրույքների միջև պետք է կապ լինի, այդ կապը խզված է։ Իրանք ուղղակի փոխանակ հիվանդին բուժեն, անընդհատ ցավազրկողների վրա են պահում, որովհետեւ երկարաժամկետ կտրվածքով սպանում են տնտեսությունը։